Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի գալուստ եւ բարի լույս հարգելի ռադիո լսողներ, հանրայինի ուղիղ եթերում աշխատանք տեսքսել Սուրճ ու սեր առավոտից տեղեկատվական երաժշտական ծրագիրը եւ այսօր եթերում աշխատելու ենք մենք։ Այո, Լուսինե Մուրադյան եւ Տիգրան Հարությունյան։ Միասին ենք սկսել նոր ամառային օրը, եկավ ասավ հուլիս ամիս արդեն, հուլիսի 2-րդ օրն է, հուլիսի 2-ը օրը 5 շաբթի։ Ահա որ է, աչքդ թարթում ես եւ ամառ կանցնի։ Կտեսնես եկավ սեպտեմբերը։ Այո։ Իսկ այ կամուրջը կբացվի սեպտեմբերի առաջին օրերին թե ոչ, այ դա կարևոր հարց է։ Ֆանտաստիկայի ժանրից հարց տվեցիր, իմիջայլոց 3 չէ առաջին օրը կամուրջի կողքով գնում էի, որովհետև հետիոտների համար բաց է։ Շատ քիչ աշխատանք էր տարված, ես ոչ մասնագետ եմ իհարկե, բայց շատ քիչ տեղերում էին փորված։ Դե գուցե դա անտեսանելի աշխատանք։ Գուցե, բան չասացի, ես դրա համար ասացի, ես մասնագետ չեմ, բայց զավեշտը ուրիշ պարագան էր, ուրիշ իրավիճակներ, երբ դու քայլում ես այդ նեղ հատվածով, որը նախատեսված է հետիոտնի համար եւ դիմացից են գալիս մարդիկ եւ մյուս կողմից են, բայց այդ նեղ հատվածով պիտի գնաս, մեկ էլ հոպ առաքիչները կամ մոտոցիկլետով սիրում ենք ասել առաքյալները, այո, մոտոցիկլետով հետիոտնի այդ հատվածով խաթարում են մեր ամբողջ քայլքը եւ անդադար։ Այդը լավ չէ։ Եվ այդպես շատ արագ հասնում իրենց ուզած վայրը։ Այո։ Կապրեն կտեսնեք, ինչպես ասում են, հուլիսի 2-ն է, օրը 5 շաբթի, եւս մեկ անգամ կրկնենք, եւս մեկ անգամ բարի լույս բոլորին։ Մենք սկսում ենք մեկ գավաթ սուրճով մեր աշխատանքը հանրայինի ուղիղ եթերում։ Միացեք մեզ։ Kiss the moon.
մեր ռետրո պահոցից էր։ Այո, սիրված երգերից Հին ու բարի ժամանակներից։ Երգեր կան, որ կարելի է մշտապես լսել եւ դրանք չեն ձանձրացնում։ Այդ երգերի շարքի նաեւ այն ժամանակներում գեր ժամանակակից ռեմիքս տարբերակներ։ Մայստրո Կոնստանտին Օրբելյանի հանրահայտ Արևիկը, որ կարծում շատ են երգել եւ շատ սիրված եղել ու կմնա այս։ Արևիկը եւ Գալիսեսը կարծես այո, մեր էստրադայի լավագույն հիթերից են, որոնք չեն հնանում։ Եվ միշտ սիրուն է ստացվում ցանկացած տարբերակով։ Մենք էլ ենք միքսում հինը նորի հետ մեր հարաբերության եթերում կարող է լինեն ռիթմեր արտնացնող եւ իհարկե լավ տրամադրություն։ 9:36 Այս բարակայում կասենք Լուսինի անունը, սակայն ինչ տարբերություն։ 9:36 կրկին ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր լսում են, դիտում են, պատրաստում են գրել, զանգահարել մեզ armradio.am կայքում մեր live-ն է Facebook-յան տարբերակով եւս եւ հեռախոսահամարը 553702։ Հարթակները նշվեցին, մեզ հետ կապ հաստատելու, մեզ ոչ միայն լսելու, այլև դիտելու։ Միացեք մեր ընթացքին, գուցե ճանապարհին եք այդ պարագայում հոգ չէ, հաճելին համատեղ եք օգտակարի հետ կամ արագ հագնվում եք, որպեսզի չուշանաք, միայն թե հաշվարկեք, որ խցանումներ կան եւ ժամանակին հասնելու համար կրկնապատկեք ձեր այն ժամանակների դուրս գալու ժամանակահատվածը, որպեսզի կարողանաք ժամանակին տեղ հասնել։ Օրինակ, եթե A-կետից B-կետ նախկինում 30 րոպեում եք հասնում, հիմա մինիմում 1 ժամ ունեցեք ձեր աչքի տակ, որ հասնելու եք, այո։ Անձրևանոց այսօր, Անձրևանոցի կարիք այսօր չի լինի, մի վերցրեք։ Առանց տեղումների եղանակ էր մեզ խոստանում ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ Երևանում, այս պահին մայրաքաղաքում 23 աստիճան է, օրվա ընթացքում սանդղակը կբարձրանա մինչև 32 աստիճան։ Եղանակ այսպեսին է։ Մայրաքաղաքում, այո, բայց ասում են, որ առաջիկա օրերին Չասես նվազում կա։ Աստիճանաբար կբարձրանա եւս 3-ից 5 աստիճանով։ Թե չէ ամռան շունչը չենք զգում, ամառը նրա համար է, որ մենք շոքենք ու անդադար բողոքենք, ասենք վայ ինչ շոք է։ Դե ամառը էլենա, միջև +33 Երևանում այսօր կարող ես վայելել։ Դե ենք ուզում։ Չէ, շատ շնորհակալ եմ։ Մի տեսակ նոր տենդենս եմ նկատում մեր Երևանյան կլիմայում, խոնավության մակարդակը մի քիչ բարձրացել է, իջեր քամիներ են հայտնվել, այդ քամիները մի տեսակ չեն թողնում, որ շատ շոքենք ու նյարդայնանանք շոքից։ Տեղափոխվենք հանրապետության ճանապարհներ։ Տեղափոխվելով արձանագրենք շատ կարևոր մի փաստ, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ինչ վերաբերում է Ստեփան-Զմինդան-Լարս ավտոճանապարհին, ապա այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Չեմ հավատում։ Հավատա։ Չեմ հավատում, որ Երևանում այս պահին ոչ թե 7, այլ 6 բալ է։ Ես էլ դա չեմ հավատում։ Աչքներս լույս։ Ժողովուրդ, ես քնացեք մնացել։ Ինձ թվում է գնացել են հանգստանալու։ Իմիջայլոց ինչքան մոտենանք օգոստոս ամսին, այնքան ավելի ծարաբեռնվածությունը կթուլանա, որովհետև մայրաքաղաքում շատ քիչ մարդ կմնա, բոլորը կլինեն արտադրության փուլում։ Բայց փոխարենը միասնական պողոտայի վրա ունենք իհարկե վտար։ Դե ոնց կարող ենք չունենալ մենք վտար։ Չէ, ներողություն Ռուբինյանց եւ միասնական փողոցների հատման այդ էստակադայի վրա ունենք վտար։ Դե փառք Աստծո, որ գոնե 1 ավտովտարը, թե չէ լինում են առավոտներ 4-ից 5 վտարի մասին ենք ստիպված իրազեկել։ Մի խոսքով Երևանում տանել է իրավիճակ այս պահին 6 բալ է։ Են լսում ամեն առավոտ եւ փորձում են այն սխալները որ մենք մատնանշում ենք եթերում այլևս չգործածել, դրա շնորհիվ էլ ոչ թե 7 այլ 6 բալ է։ Գլուխ գովացի երկրորդ ավտովտարն է։ Դե լավ էլի Տիգրան ջան։ Այո։ Ասա։ Տեսի գրուկ, ինչպես ասում են։ Ժողովուրդը սիրում է։ Այո։ Արին Բերտ փողոց սելներս այնտեղ եւս այս պահին 1 վտար։ Լավ չի իհարկե, բայց այդուհանդերձ ունենք այն ինչ ունենք, դրա որպեսի վթարներից խուսափենք, պետք է բոլորս հետևենք երթևեկության կանոններին, հարգենք զմիմյանս։ Եվս մեկ անգամ ուզում հորդորել մեր այն վարորդներին, ովքեր իրենց մեքենաների միջև արչեվի տարածությունը թողնում է 2-3 մեքենայի չափով։ Այ նյարդայնացրել են քեզ Տիգրան ջան։ 3 արչեվից ընթացող մեքենան, որը իր արչեվից թողնում էր 2-3 մեքենայի տարածություն, ես պարզապես այդպես շատ երկար համբերեցի եւ վերջում բարեկամաբար ուզեցի հարցնեմ, ասեմ, ինչու չես վարում, ինչու չես քշում։ Նա վարում է։ Ասաց, եթե չքշեի, չէի հասնի այստեղ, ասում, բա ինչու է քո մեքենայի արչեվում 2-3 մեքենայի ազատ տարածք։ Նա իհարկե երկար մտածեց եւ ասաց, հաջորդ անգամ մեքենաս որ տեսնես, այսպեսի բան չասես։ Հիշել ես կոնե համարները, որ տեսնես այդպեսի բան չասես։ Գիտեմ ռուսական համարներով էր ավտոմեքենա, դա հիշում եմ։ Ժողովուրդ, այդպես մի արեք, հիշեք 2 մետրը բավարար է, 2 մետր ձեր արչեվի մեքենայից հա այդ հատվածը
բաժանող հատվածը 2-ից լավ 3 մետր, բայց ոչ ավել։ Ինչի մենք չենք կարողանում այս տարբերակով էլ գտնել ոսկե միջինը եւ փորձել այնպես անել, որ նման խնդիրներ չառաջանան։ Մեկ գնում եք տարածություն այնքան չեք թողնում, որ մեքենան չի կարողանում շնչել, մեկ էլ այնքան շատ 2-3 մեքենայի տեղ եք թողնում։ Արդյոք գուցե հեռախոսի մեջ էր, ինչ իմանաս։ Չգիտեմ, հեռախոս չնկատեցի։ Մի խոսքով, հետիոտներին էլ հորդորում ենք կանաչ լույսի տակով անցնել։ Ոչ կարմիրի։ Ոչ կարմիրի, ֆիքսենք սա եւս, հարգելի ռադիո լսողներ, այս բոլոր սխալները, որ մենք մատնանշեցինք, գոյություն չունեն օդային տարածքում եւ այնտեղ ամեն ինչ բարենպաստ է, բացառապես 1-1 եղանակային պայմանների, բայց քանի որ ամառային ժամանակաշրջան է, ապա այդ խնդիրներն էլ գրեթե չկան։ Ուզում ենք ներկայացնել ժամանումների սանդղակը, Զվարթնոց միջազգային օդանավակայանի ժամանման սանդղակը նայելով հասկանում ենք, որ մենք ունենք մի քանի ուշացում, 1 չեղյալ հայտարարված չվերթ, 2 վաղաժամ վայրեջք եւ այսպես։ Մնացյալը իհարկե ժամանակին են լինելու։ Շիրազից ժամանող չի ժամանելու Շիրազից ինքնաթիռը, այն չեղյալ է հայտարարվել, 2 Դուբայի 2 չվերթները, որոնք պետք է Հայաստան ժամանեին 11:25-ին, վաղաժամ են լինելու այստեղ 10:51-ին տեղի կունենա վայրեջքը։ Ուշացումներ ունենք, Մինիրալնի Ոդի 2 չվերթները 12:30-ի փոխարեն Հայաստան են ժամանելու 12:50-ին, սա ֆիքսենք, սա 2 ուշացում եւ դիտարկենք, կարծես թե մնացյալը ժամանակին են։ Տեղափոխվենք մեկնումների սանդղակ, բոլոր նրանք, ովքեր մեկնում են հանգստի, ձեզ բարի հանգիստ ենք մաղթում։ Ասենք, որ այս պահին դեռ Ստամբուլի չվերթը 9:50-ի փոխարեն 10:39-ին է կատարելու իր թռիչքը, ուշացում է։ Չեղյալ հայտարարված է Շիրազի չվերթը, որովհետև դե բնական է այն չի ժամանել, հետևաբար չի էլ գնա։ Եվ մնացյալ չվերթները կարծես թե ժամանակին են տեղի ունենալու։ Ձեզ մաղթում ենք բարի ճամփորդություն եւ բարի վերադարձ։ Եթե ձեզ հետ որոշել եք կանխիկ տարադրան վերցնել, ապա ծանոթացեք Կենտրոնական բանկի օրվա փոխարժեքներին, ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 368 դրամ է, 1 եվրոն 419, ռուսական ռուբլու փոխարժեքը 407 դրամ է, վրացական լարին 139, դիրհամը արաբական 100 դրամ է, բրիտանական ֆունտ ստերլինգը 487 դրամ է եւ իրանական ռեալի օրվա փոխարժեքը 0.026 դրամ է։ Այսօր ուզում եմ Հոնկոնգի դոլարն էլ անդրադառնանք 46.923 է։ Ես դեմ չէի լինի մեկնել Հոնկոնգ։ Ես էլ։ Դե գալիս է արձակուրդային շրջան ու սկսում ես մտածել, թե որ երկրի հետ ես ուզում ծանոթանալ։ Մեկ-մեկ իհարկե ցանկությունները հնարավորությունների հետ չեն համընկնում, բայց երազել պետք է։ Չի խանգարում։ Տեսել ես համացանցում ռիլը պտտվում, որտեղ օրինակ ասում են, այս տարի որտեղ չեմ եղել, այստեղ։ Չեմ տեսել։ Բա, ոչ թե որտեղ եմ եղել, այլ որտեղ չեմ եղել։ Կլինի ես քնելուց երազեմ առանց ռիլը նայելու։ Իհարկե, կարող ես։ Քիչ անց օրվա օրացույց։ Սուրճ ու սեր առավոտից։
Դե իհարկե, սուրճ ու սրարավոտից եւ այն էլ հանրային ռադիոյի ուղիղ եթերից ամեն աշխատանքային օր ժամը 9:30-ից։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ եւ մեր ģեր նպատակն է, որպեսզի առավոտից ունենաք լավ տրամադրություն, նյարդերը տեղի չտան, նույնիսկ ամենածանր եւ վատ իրավիճակներում։ Իդեպ մեր ռադիոլսողներից, մեր գործընկերներից գրում են, որ մինչ մենք անդրադառնում էինք այն օրը Մնյազնիկյանի վթարից, պարզվում է վթարը տեղի ունեցել հենց նրա հետ։ Երբ ասացի արձագանք էիր միանգամից դեպքի վայրից ուղիղ միացում, ասաց այնքան վատ էինք, որ բայց այդուհանդերձ հարգելի ռադիոլսողներ, եթե որևէ հատվածում եք, խցանում է, չգիտեմ, ծանր իրավիճակ է կամ ինչ որ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել, մի հապաղեք եւ զանգահարեք 55 3702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարով, մեզ հետ կիսվեք այդ պատմություններով, փորձենք միմյանց օգտակար լինել եւ գիտեք էլի իզուր չի, որ պատմում ես ինչ որ մի բան, թեթևանում ես միանշանակ։ Հուլիսի 2-ն է օրը 5 շաբթի, բացում ենք օրվա օրացույցը, որտեղից տեղեկանում ենք, որ այսօր աշխարհը նշում է մարզական լրագրողի օրը։ Շնորհավոր ենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր մարզական ոլորտն են լուսաբանում, սա բոլորովին այլ ոլորտ է։ Մեր գործընկերներին Արամին ենք հայո ողջունում նաև։ Այստեղ մի կարևոր հանգամանք պիտի նշել, որ թեպետ լրագրողներ ենք բոլորս էլ, բայց այդուհանդերձ մարզական լրագրողի գործառույթը փոքրինչ տարբերվում է եւ այնպես չի որ հեշտ է, այնպես որ շնորհավոր, մաղթում ենք, որպեսզի դուք մեկնաբանեք բազում հայկական հաղթանակներ։ Իդեպ այս ամսաթիվը պատահական չէ ընտրված 1924-ի հուլիսի 2-ին Ֆրանսիայում ստեղծվել է մարզական մամուլի միջազգային ասոցիացիան, այժմ այդ կազմակերպությանը անդամակցում է մարզական լրագրողների ազգային 155 միություն։ Պաշտոնապես օրը նշվում է 1995-ից մարզական լրագրողի միջազգային օրվա առիթով, այդ կազմակերպությունը եւ մարզական լրագրողների ազգային ասոցիացիաները կազմակերպում են տոնական նիստեր ու միջոցառումներ։ Եվս մեկ անգամ շնորհավոր ենք մեր մարզական գործընկերներին։ Աշխարհում այսօր նշում են նրանք մարզիկներ են։ Դե իհարկե։ Այսօր մեր նշում ենք շների համաշխարհային օրը։ Շունիկներին բարևներ, նրանք բոլորովին այլ գործառույթ են կատարում եւ հաճախ նաեւ բուժիչ գործողություններ են կատարում, գիտեք, որ եթե տանը շունիկ կա, ապա նյարդային համակարգը մարդկանց ավելի լավ վիճակում է։ Նրանք ովքեր գիշերները փնտրում են երկնքում չբացահայտված թռչող օբյեկտներ, ասենք որ այսօր ուֆոլոգիայի համաշխարհային օրն է։ Մինչև հիմա հատկապես այս վերջին շրջանում թեժ քննարկումներ են գնում արդյոք նրանք կան գոյություն ունեն թե ոչ եւ նույնիսկ նախագահական մակարդակներով տարբեր երկրների մենք դրանց իդեպ այսօր կանդրադառնանք մի քիչ։ Հաղորդմանը ավարտին կխոսենք ընթացքում այո միստիկ թեմաներից։ Իրականում փաստորեն ստացվում է, որ այո, իսկ եթե բոլոր ֆանտաստիկ ժանրի ֆիլմերը իրականություն են դառնում, իսկ ով ասաց, որ չթողների հետ կապված այլ մոլորակայինների մասին ֆիլմերը չեն կարող դառնալ իրականություն։ Դե կապրենք կտեսնենք, երբ կհանդիպենք, այ երբ որ մեզ ուղիղ եթեր կհրավիրենք այլ մոլորակայիններին։ Այլ մոլորակայինի հանդիպես, քո ռեակցիան։ Զարմանք։ Ընդհանրապես Եվ սելֆի երկրորդ քայլը։ Շատ կրեատիվ է, ինչ խոսք։ Գնանք առաջ։ Գնանք ազգային օրացույցներ, նահանգներում այսօր նշում են մի շատ հետաքրքիր օր պատրաստված է ԱՄՆ-ում, այդպիսի օր ունեն նահանգներում, Made in the USA Day, այո։ Անիսոնի օղու ազգային օրն է այսօր, շատ համեղ է։ Բայց սա ավելի շատ դեպի Իտալիա, դեպի Հունաստան ավելի շատ։ Իտալիայում էլ կա։ Հիմնականում հունականն է։ Մոռանալու ազգային օր են նշում նահանգներում։ Մոռացել է։ Թե ում են մոռանում եւ ինչն են մոռանում։ Չգիտենք։ Հաճախ ենք չէ նման պատճառաբանություն տալիս, ոյ մոռացել էի։ Հաճախ իսկապես մոռանում ենք, իդեպ դարի հիվանդություններից, խնդիրներից մեկը մարդկանց հիշողությունները շատ վատացել են։ Մարդիկ սկսել են շատ բան չհիշել։ Դա լավ չի։ Դա լավ չի, այո։ Լավ չի, գնանք առաջ։ Տեսնենք այլ երկրներում ինչ են նշում։ Հնդկաստան գնանք, նամաստե, Ծառատունքի ազգային փառատոն է այսօր այնտեղ։ Զարմացած եմ անկեղծ ասած, որովհետև ունեն շրջաններ, նահանգներ, որտեղ այնքան շռայլ է բնությունը էլ դուսուս։ Ռուսաստանում նշում են այսօր անակնկալների օրը։ Ոյ, Շատ լավ օր է։ շատ, բայց հաճելի անակնկալներ է, վատ անակնկալները պետք չէ, բայց անակնկալի օր է։ Ես կարծում եմ այս մյուսն էլ պիտի ասեք։ Ես էլ անպայման պետք է ասեմ, սթափների եւ ստամոքսի խոց ունեցողների տոն են նշում ռուսները։ Դե հա, նորմալ է։ Դե մարդիկ սիրում են, ինչ կա դրանից։ Տոնն են հիմա։ Թող ոչ մեկ խոց չունենա։ Եվ գնանք առաջ փորձենք հասկանալ, թե տարիներ առաջ տարբեր թվականներին հենց այսօր ինչ կարևոր իրադարձություններ ու դեպքեր են տեղի ունեցել։ Թրանք 2002 թվական Սթիվ
Ֆոսետն ավարտում է օդապարիկով շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Շարունակենք օդանավի թեման 1900 թվականի հենց այսօրը Գերմանիայում տեղի է ունենում Ցեփելին տեսակի առաջին օդանավի թռիչքը։ 1900 թվականին Փարիզում տեղի ունենում երկրորդ օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը։ Շարունակենք ներկայացնել իդեպ ասենք, որ 1698 թվականի այսօրը Թոմաս Սեյվերին ստացել է առաջին գոլորշիացնող մեքենայի արտոնագիրը։ Հոբելյարների ցանկը այդքան էլ առատ չէ, ավելի առատ է, քան իրադարձությունները ըստ Խնդրեմ սպորտի ներկայացուցիչ ունենք, անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան Դենի Ռոուզն է ծնվել այսօրը 1990-ին։ Նույն թվականի հենց այսօրը ծնվել է ավստրալիացի դերասանուհի Մարգո Ռոբին, հայրենիքում Ավստրալիայում հայտնի է դարձել Հարևանները սերիալից, Հոլիվուդում նրան ճանաչում է բերել Գայլը Wall Street ֆիլմը, դե բոլորս էլ տեսել ենք այդ ֆիլմը, որտեղ նրա խաղընկերը իհարկե Լեոնարդո Դիկապրիոն է։ Մյուս հայտնի ֆիլմն է Տոնյան բոլորի դեմ, որում կատարած դերի համար առաջադրվել է Օսկարի, Ոսկե գլոբուսի եւ այլ հեղինակավոր կինոմրցանակների։ Կինոաշխարհից եւս մեկ հայտնի հոբելյար ունենք, ամերիկացի դերասանուհի Լինսի Լոհանն է ծնվել այսօրը 1986-ին, նա հայտնի է դարձել 11 տարեկանում խաղալով Թակարդ ծնողների համար ֆիլմում, որտեղ մարմնավորում է զույգ քույրերի։ Սա ես նայել եմ այս ֆիլմը։ Ամերիկացի երգչուհի երգահան Դևն է ծնվել 1989-ի հենց այսօրը։ Իսպանացի ֆուտբոլիստ Էստեբան Գրաներոյի ծննդյանորն այսօր 1987-ին է նա ծնվել։ Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Էշլի Թիսդեյլն է ծնվել 1985-ի այսօրը։ Գնանք առաջ, ինչ որ դերասանական շատ ծնունդներ կան այսօր։ Ֆրանսիացի դերասան Սամի Նասերին է ծնվել 1961-ի այսօրը։ Գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսսեն է ծնվել այսօրը 1877-ից, նրա հայտնի ստեղծագործություններն են Տափաստանի գայլը, Ուլունքա խաղը եւ Դեմյանը։ Կրկին տեղափոխվենք մարզական աշխարհ եւ Հոլիվուդ, դերասանական աշխարհ, որովհետեւ կանադացի ըմբիշ եւ դերասան Բրեդ Հարթն է ծնվել 1957-ի այսօրը։ Երևի թե այսքանը ինձ թվում է։ Փակում ենք հուլիսի 2-ի օրացույցը եւ շարունակում ենք ակտիվ ռիթմերով դեպի առաջ 9:52
free. How do I let go? No, you got me. You got me. You got me. It's not my time. I'm not ready. No, 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 Սուրճ ու սեր առավոտից։ Իննանցը 57 մեզ միացավ ռադիոլորի մեր սիրելի գործընկեր Հասմիկ Մարտիրոսյանը, բարի լույս Հասմիկ։ Բարի լույս, տրամադրությունը։ Շատ լավ, բարձր ձերը։ Լավ, շնորհակալություն։ Հասմիկ, մեզ մի հարց է հետաքրքրում։ Սիրով։ Արդյոք հավատում ես այլ մոլորակայինների գոյությանը եւ Եվ չթողների։ հանդիպել ես։ Չեմ հանդիպել։ Ամեն առավոտ հանդիպում ես։ Այս տաղավարում։ Բայց NASA-ն պարբերաբար այդ Այո, մասին ակնարկում է։ Այո, ակնարկում է, նաև Միացյալ Նահանգների նախագահներ վերջերս այդ մասին խոսել։ Նախին նախագահն էլ չէր բացառել։ Այո։ Ինչ-որ միստիկ տեսանյութեր են հայտնվում համացանցում։ Կա թե ոչ, ես չեմ կարող ասել, երևի տեսնողները միայն կփաստեն։ Ես ամեն դեպքում անհավատ եմ այդ հարցում։ Բայց եթե մենք կանք, ինչու մյուսները չպիտի լինեն։ Այստեղ էլ այս տրամաբանությամբ կարող ենք փորձել հասկանալ։ Պարբերաբար գիտնականները նոր հայտնագործություններ անում են, ինչ որ տարբեր մոլորակներում գտնում են նմուշներ, այո, փորձում են այդ մասին հայտարարել, բայց դա բացարձակ ճշմարտություն դեռևս ոչ մեկ որպես չի ներկայացնում։ Կապրեն կտեսնեք ինչպես ասում, բայց թեման շարունակում է մնալ արդիական եւ հետաքրքրությունը պահպանում իհարկե։ Քեզ բարի եթեր։ Շնորհակալություն։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիոլուրը շարունակում է ներկայացնել ժամի լուրերը, տաղավարում աշխատում է Հասմիկ Մարտիրոսյանը, ներկայացվելիք թեմաները նախ համառոտ։ Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է, խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ը։ Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ, որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի օգոստոսի 1-ից։ Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ եւ պայծառ ապագային, Երևան այցից առաջ հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այս ամենի մասին եւ ոչ միայն վարքյաններ անց։ Եվ այսպես Սահմանադրական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու համար։ Ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժեր՝ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները, Բարգավաճ Հայաստան, Միասնության թևեր, Դեմոկրատիա, օրենք կարգապահություն, Նոր ուժ եւ Հանուն Հանրապետության կուսակցությունները դիմել են Սահմանադրական դատարան վիճարկելու ընտրությունների արդյունքները եւ պահանջելու դրանք անվավեր ճանաչել։ Գործի քննությունը Սահմանադրական դատարանը
նախատեսել էր հունիսի 26-ին։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գործում ներգրավվել է որպես երրորդ կողմ, իսկ որպես պատասխանող կողմեր Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դատախազությունը, հակակոռուպցիոն կոմիտեն եւ ներքին գործերի նախարարությունը։ Սահմանադրական դատարանի կողմից որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան նախորդին Բաքու կատարած աշխատանքային այցից հետո։ Սա Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի երկրորդ այցն է Երևան վերջին 2 ամսվա ընթացքում։ Այցի շրջանակներում նախատեսված է Եվրոպական հանձնաժողովի նախագահի առանձնազրույցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ հայտարարություններով եւ կպատասխանեն լրագրողների հարցերին։ Երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Հարավային Կովկասի համար նախատեսված խոշոր ֆինանսական փաթեթի մասին։ Լայենը շնորհավորելով Իլհամ Ալիևին Հայաստանի հետ խաղաղության պատմական համաձայնագրի կնքման կապակցությամբ նշել է, որ Ալիևը անձնական առաջնորդություն է դրսևորել տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության խթանման համար, ինչը կայունության, վստահության եւ համընդհանուր բարգավաճման նոր հնարավորություններ են ընձեռել։ Եվրոպական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Եվրոպական միությունը վճռականորեն աջակցում է եւ շարունակելու է աջակցել այս գործընթացին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ընդգծել է մեջբերում. միասին իսկապես կարող ենք թղթի վրայի խաղաղությունը խաղաղության վերածել գործնականում, մենք ցանկանում ենք գործակցության միջոցով նպաստել խաղաղությանը։ Ունենք գլոբալ ներդրումային ծրագիր, որի շրջանակում դրամաշնորհների տեսքով մինչև 200 միլիոն եվրո ենք ներդնելու ամբողջ Հարավային Կովկասում տրանսպորտի, էներգետիկայի եւ թվային կապի համար։ Պոտենցիալ առումով սա կարող է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոյի պետական եւ մասնավոր ներդրումներ։ Մեջբերման ավարտը։ Իլհամ Ալիևն էլ ասել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ հիմնականում քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը ըստ նրա հաջողությամբ է ընթանում։ Հայաստանի տարածքով իրականացվող TRIP նախագիծը լինելու է Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով։ Խորհրդարանում 3 լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Հիշեցնենք, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինն էր հայտարարել, որ TRIP նախագծի իրականացումը Ռուսաստանի մասնակցությունից միայն կշահեր։ Թրամփի ուղին կանցնի ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք արդեն տասնամյակներ շարունակ հայ գործընկերների հետ, Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանի պահպանության ծառայություն են իրականացնում, ընդգծել էր Գալուզինը։ Եվ Սաֆարյանը անդրադառնալով Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների համատեղ աշխատանքին առնչվող հարցին ընդգծել է TRIP նախագիծն իրականացման փուլում է, այս պահին Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, TRIP-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով։ ԵԱՏՄ մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ մենք այդտեղ հարց չենք տեսել։ Այժմ գազի մասին բնակչության համար բնական գազի սակագինը չի փոխվի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերանայել է Գազպրոմ Արմենիա եւ Տրանսգազի սակագները։ Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանն է նշել, որ ինչպես ամեն տարի այս անգամ եւս հաշվարկները կատարել են հաշվի առնելով տնտեսական բոլոր փոփոխությունները։ Սակայն Գազպրոմ Արմենիան ցանկացած ժամանակ կարող է դիմել սակագնի վերանայման հայտով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպյանն էլ վստահեցրել է, որ այս որոշման բնական գազի գործող սակագինը կպահպանվի մինչև այս տարվա վերջը։ Իսկ 2027 թվականի հունվարի 1-ից Գազպրոմ Արմենիան կարող է նոր հայտ ներկայացնել վերանայման համար, այդ դեպքում էլ հանձնաժողովը կուսումնասիրի հիմնավորումները եւ կորոշի՝ կա սակագնի փոփոխության անհրաժեշտություն, թե ոչ։ Համառոտ անդրադառնանք միջազգային անցուդարձին, Միացյալ Նահանգների եւ Իրանի պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Ալի Խամենեի հուղարկավորությունից հետո, հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ալ-Անսարին, նշել է, որ բանակցային գործընթացում նկատվում է դրական առաջընթաց։ Երեկ իրանական պատվիրակությունը Դոհայում 2 հանդիպում է անցկացրել Կատարի եւ Պակիստանի ներկայացուցիչների հետ, քննարկելով Թեհրանի եւ Վաշինգտոնի կողմից ստորագրված հուշագրի կետերի իրականացման հարցը։ Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեի հրաժեշտի արարողությունը նախատեսված է հուլիսի 4-ից 9։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսն էլ չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, մասնավորապես Վենսը ասել է, ոչինչ չեմ կարող խոստանալ, քանի որ դա կախված է այն բանից, թե ի վերջո ինչպիսին կլինի իրանցիների վարքագիծը։ Համոզված են, որ նախագահը մեր զորքերը հետ չի ուղարկի, եթե չլինի դրա անհրաժեշտությունը, նաև հստակ ձևակերպված նպատակ։ Վենսին հարցրել են, կարող է երաշխավորել, որ Միացյալ Նահանգները չի վերսկսի ռազմական գործողությունները Իրանի դեմ, եւ փոխնախագահը հավելել է, եթե նրանք որոշեն վերսկսել իրենց միջուկային ծրագիրը կամ կրկին թիրախավորեն առևտրային նավագնացությունը, դա կփոխի մեր հաշվարկները։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ինչպես կզարգանան իրադարձությունները կտեղեկացնենք ժամը 11-ին ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ There's a fire starting in my heart, reaching a fever pitch, is bringing me out the dark. Is everybody back up in the building? It's been a minute, tell me how you're healing. If you're feeling like you need a little bit of company, you met me at the perfect time. And we can dance all day long, baby. If you find it, I'll be bouncing. Oh girl, I'm gonna show you when you're mine, oh mine. Just dance. Just listen. Just dance. Come on, dance with me. Rock your body. I'm telling everybody. I need you all night. Just dance. Dance the night. In a minute, I'ma need a sentimental man or woman to pump me up. He ain't never even been impressed like this. Probably why I got him quiet on the set like zip. You're looking for a girl that'll treat you right. Have you looking for in the daytime with a light? Boy, stop playing, grab my ass. Acting like you shy. Got my mind on your body and your body on my mind. Got a taste for the cherry. I just need to take a bite. I could dance, I could dance, I could dance. Just dance. Just listen. Just dance. Come on, dance with me. Rock your body. And I'm telling everybody. I need you all night. Dance the night. Dancing together. Dance, dance, dance to the distortion. Dancing together. To the rhythm, to the rhythm. You're taking my heat, salvation. Burn up the Jeep, baby. Yo, tell you what I want, what I really, really want. So tell me what you want, what you really, really want. I'm coming out tonight. I'm coming out tonight. Queens in the front and the doms in the back. Ain't taking no flicks, but the whole click snap. I could dance, I could dance. You know what time it is. On the count of three, bad bitch, you get money. Broke niggas to the left, well, long. Cause Uptown Funk don't give it to you. All of them bitches hating, I have you with me. All of my niggas saying you mad committed. Realer than anybody, you had them pretty. All of the body, I need ass and titties. You just been around that track, so it's not just gonna happen like that. I wanna really, really, really wanna zig a zig ah. You just been around that track, so it's not just gonna happen like that. Okay, alright. It's about damn time. Just listen. Come on, dance with me. Rock your body. I'm telling everybody. I need you all night. Dance, dance the night. Սուրճ ու սեր առավոտից։
10:10 րոպե մենք վերադարձանք հանրայինի ուղիղ եթեր եւ սիրով ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր շարունակում են լսել, նաեւ դիտել մեզ։ Եվ վայելում են ամառը միաժամանակ, սա էլ է շատ կարևոր, յուրաքանչյուր եղանակ ունի իր հետաքրքրությունները, իր տոները, իր փառատոները, կարող ենք այդպես էլ ասել, եւ բնականաբար ամառը յուրահատուկ է յուրաքանչյուրիս համար, որովհետեւ մի տեսակ հանգստի է տրամադրում, ուզում են մարդիկ չաշխատել, փորձել այդ ամբողջ տարվա կուտակած ծանր էներգիան տեղափոխել այլ հարթակ, ոչինչի մասին չմտածել, մոռանալ օրվա, որ օրն է, որ ժամանակահատվածն է եւ պարզապես վայելել։ Թե այսօր այո, հուլիսի 2-ն է, մենք խոսելու ենք առաջիկայում սպասվելիք մեր սիրված ջրային տոներից մեկի մասին, Վարդավառի մասին ենք խոսելու, մասնավորապես Տավուշի մարզի Կողբ գյուղում այս տարի այն կանցկացվի հուլիսի 10-ից 12-ը, Կողբ Վարդավառից ենք խոսելու եւ փառատոնի կազմակերպիչ Մարիա Պետրոսյանն է մեր տաղավարում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջույն Մարիա, մի օր էլ չէ, 2 օր, հա։ Ինչու։ Անգամ 3 օր։ Ճոխ եք նշում։ Բավականին։ Ու նշեմ նաև, որ արդեն 4-րդ տարին է, ինչ իրականացնում ենք մեր շուկով Վարդավառը Կողբում։ Այս տարի 3 օր է լինելու, հուլիսի 10-ից 12-ը, բավականին խայտաբղետ ծրագրերով, համերգային, մշակութային։ 3 օր ջուր եք ցանելու։ Այո։ Իրականում հենց բուն Վարդավառյան այդ ջրոցին նախատեսվում է 3-րդ օրը, բայց 2 օր նախապատրաստվելու ենք։ Դուք հիմա ուզում եք ասեք, այն 2 օրը իրանց զսպելու են, ոչ ջուր չի ցանելու։ Իհարկե չեն կարող երաշխավորել, բայց արդեն իսկ տարբեր տարիների փորձից կարող ենք ասել, որ փառատոնը իրոք շատ լավ փորձառություն է, արդեն իսկ ունի իր հավատարիմ մարդիկ, որ ամեն տարի պարտադիր այցելում են եւ իրենց տոնը կիսում են մեզ հետ։ Սկսեմ նրանից, թե ինչից է գաղափարը ծագել, իրականում նոյեմբերյանում Կողբում տոնը առանձայնել շատ մեծ շուկով են նշում եւ այնտեղ յուրահատուկ եւ առանձնահատուկ տոն է այն, օրինակ ինչպես Երևանում նշում են նոր տարին, այնպես էլ այնտեղ նշում են Վարդավառը։ Այսինքն ավանդույթները պահել են։ Այո, պահել են եւ ամենասիրված կարելի ասել ընտանեկան տոնն է եւ արդեն 4 տարի է մենք էլ ենք միացել այս նախաձեռնությանը եւ փորձում ենք բոլորին հրավիրել մեզ հետ այնտեղ բոլորով մեծ շուկով նշելու։ Նոյեմբերյանում վերջերս ենք եղել, շատ համեղ սնվել ենք, շատ ջերմային մարդիկ, ընդունելությունը եւս շատ ջերմեր, այնպես որ կարծում եմ շատ լավ տարբերակ է կտրվել իրական առօրյայից եւ հայտնվել հայրենիքի գեղեցիկ ու գողտրիկ հատվածում ջրային խաղեր լինելու են կոնկրետ մրցաշարեր, բան, տենց գերի վերցնել, ջրել, տանջել ջրով, բան։ Այդպես շատ արկածային բաներ չեն ստացվում, բայց ունենալու ենք հետաքրքիր նաև ջրցան մեքենաների մասնակցությամբ պրոցեդուրաներ, ինչպես ամեն տարի այս տարի։ Ամեն տարի մեզ են միանում նաև ջրցանները համայնքային եւ օգնում են, որպեսզի ավելի արկածային եւ ավելի հետաքրքիր անցնի մասնակիցների համար, ունենալու ենք գունավոր բաքեր, որպեսզի ջուրը չավարտվի, բոլորը կարողանան մասնակցել, հատուկ դույլեր այդ օրվա համար նախատեսված, ջրային հրացաններ եւ այլն։ Ունեք հաշվար, քանի լիտր ջուր եք սպառում տոնի ընթացքում։ Կա այդպիսի հաշվարկ։ Իրականում հատուկ այդպիսի հաշվարկ չկա, բայց հիմնականում գետի արկայությունը շատ է օգնում, որպեսզի ջուրը չվերջանա։ Այո, եւ բարեբախտաբար նաեւ համայնքային աջակցությունն է շատ մեծ, այնտեղ նաև բնակչության աջակցությունն է շատ մեծ, ինչով էլ պայմանավորված շատ հյուրընկալ է անցնում նաև Երևանից կամ այլ մարզերից հյուրերի համար։ Բոլորը մասնակցում են, ոչ ոք չի նեղանում այդպես։ Ոչ ոք չի դժգոհում այդ օրը։ Բոլորը շատ ուրախ են, բոլորը շատ հյուրընկալ են դիմավորում մյուսներին, կիսվում են ավանդույթներով, նաև նշեմ, որ այնտեղ որոշ մարդիկ առաջարկում են իրենց տները որպես հյուրընկալ տներ, քանի որ հյուրանոցների արկայությունը այնքան էլ շատ չէ, այո, եւ արդեն իսկ տենց բավականին գեղեցիկ համայնք է ձևավորվում։ Այսինքն այլ մարզերից Երևանից եւս գալիս են, այո։ Հիմա անցնենք զբոսաշրջիկներին էլ, որովհետեւ սա ստացվում է զբոսաշրջության խթանում ինչ-որ առումով։ Նաեւ իրականում նախագծի կարևոր նպատակներից մեկն էլ հենց այն է, որ տարածաշրջանը զարգանա, նաեւ զբոսաշրջության շնորհիվ լինի տնտեսական ակտիվություն, մարդիկ, ովքեր այնտեղ են ապրում, հասկանան, որ իրենք նույնպես կենտրոն
կենտրոնում են եւ կարող են տնտեսական ակտիվությամբ, զբոսաշրջության ակտիվությամբ կարևորել իրենց համայնքը եւ նաեւ զգալ, որ իրենք նույնպես անտեսված չեն եւ ուշադրության կենտրոնում են։ Բավականին մեծ են արդյունքները իրականում, ամեն տարի մոտավորապես 10-ից 12,000 հյուրեր են ունենում, որոնք որ թե Երևանից են, թե շրջապատող համայնքներից ու մարզերից են ու բավականին Այդքան մեծ կարողանում եք տեղավորել։ Այո, Պատկերացնում ես Տիգրան։ օգտագործում ենք ֆուտբոլի դաշտը, որը որ հենց հարևանությամբ է։ Տներում հյուրընկալվելով։ Ինչպես տներում, այնպես էլ հյուրանոցներում, այնպես էլ արկածասերների համար վրանային ճամբարներ կան, մոտավորապես 15 արշավական ակումբ է նաև մեզ միանում այդ օրերին եւ իրենք իրականացնում են արշավներ, այսինքն ցանկացողները, որոնք չեն ցանկանում մենակ գալ, կարող են նաև միանալ տարբեր խմբերի եւ միասին գալ ավելի արկածային աստղերի տակ գիշերելով, երեկոյան երաժշտության ներքո վրանային ճամբարում անցկացնելով միանալ։ Դե իսկ համերգային ծրագրերն էլ բավականին հետաքրքիր են։ Օրինակ, արդեն երկրորդ տարին մեզ է միանում սիմֆոնիկ նվագախումբը, այնտեղ ունենալու ենք 2 համերգ սիմֆոնիկ նվագախմբի կողմից, մեկը լինելու է սիմֆոնիկ մուլտֆիլմերը, այնուհետև սիմֆոնիկ ֆոլկը։ Դա բացօթյա է լինելու, թե։ Այո, բացօթյա է, բոլորի մասնակցությունը հրավիրվում է։ Մենք սիմֆոնիկի երաժիշտներին չջրեք։ Մեկ էլ գործիքները չջրեք, չփչացնեք։ Իրենք ունեն հատուկ արտոնություն եւ պաշտպանված են բոլոր տեսակի կլիմայական գործողություններից։ Լավ, հետո սիմֆոնիկից բացի։ Սիմֆոնիկից բացի արդեն այդ ազգային ոգին ֆոլկի, այո, շարունակելու համար նաև կունենանք Սոնա Գարիկի համերգը, որոնք նույնպես ունեն տարբեր ազգային երգերի հետաքրքիր մշակումներ, իրենք նույնպես արդեն երկրորդ տարին են մեզ միանում տեղում, այնուհետև արդեն կունենանք DJ-ների տարբեր մասնակցությամբ ուրախ երեկո, արդեն ապարելու եւ լիցքաթափվելու համար։ Հաջորդ օրը նաև մեզ է միանալու Կարին երգի բարի ավանդական համույթը, արդեն հենց բոլորով ապարելու ենք տոնական շուրջ բարեր։ Այո, հենց տոնելու ենք ջրոցի միջոցով, երաժիշտները, պարողները հյուրերին բաժանելու են տարբեր քաղցրավենիքներ, հենց տեղի արտադրողների կողմից պատրաստված եւ տոնի խորհուրդը կրող եւ ընդհանուր առմամբ բոլորով միասին մի լավ ուրախանալու ենք։ Բավականին մեծ մասշտաբային, այսպես լուրջ միջոցառում եք նախապատրաստել։ Ես հասկացա, որ կարելի է հուլիսի 10-ի 11-ին գալ Կողբ, Տավուշ, նշել հետո 12-ին վերադառնալ Երևան, այստեղ ջրվել։ Այստեղ ջրվել։ Չէ, 12-ին կարող եք կեսօրին իրականում վերադառնալ, քանի որ հատուկ այնպես է ծրագիրը նախատեսված, որ մինչև 2-3-ը ամեն ինչ ավարտվի, որպեսզի հանգիստ բոլորը կարողանան հետ հասնել արդեն Երևան։ Մի քիչ էլ այստեղ այո Բայց այդտեղի ջուրը ինձ թվում է բավականին սառն է եւ բավականին հաճելի է, եթե անկեղծ։ Մենք կոփված չենք, այնտեղի մարդիկ կոփված են, մենք ոչ, այստեղ էս տարբերությունը կա։ Բողոքներ չենք ստացել ամեն դեպքում, բայց այո, բավականին սառնորակ եւ մաքուր ջուր է։ Երևանում էլ են խոստանում, որ այս տարի անսովոր տարբերակով է քաղաքապետը նշելու մայրաքաղաքում եւ լավ է, որ նաեւ մարզերում եւս բավականի ակտիվ եւ այսպես երանդուն կերպով նախապատրաստում են վարդավառը։ Ուզում եմ նաեւ խոսել մարզերի բնակիչների ողջավորվածության մասին, որովհետեւ մենք հաճախ խոսում ենք, որ ոգեշնչենք, տարբեր միջոցառումներ, բայց նաեւ նկատում ենք մեկ-մեկ, որ մարդիկ հետաքրքրվածություն չեն ցուցաբերում այս պարագայում, այս միջոցառման հետ կապված, որքան հասկանում եմ ողջավորված է։ Կոնկրետ այս պարագայում կարելի ասել իրավիճակը լրիվ հակառակն է, տեղի բնակիչները շատ աջակցող են, իրենք նույնպես տարբեր գաղափարներով միանում են մեզ, ամեն տարի ինչ որ նորություններ են ունենում, եթե օրինակ համեմատենք նախորդ 4 տարիների վիճակագրությունը, առաջին 2 տարում կարելի էր գտնել 3-4 հյուրանոց լավագույն դեպքում, այս տարի կարելի ասել, որ դրանց թիվը մոտավորապես 10 է, այսինքն դա այս միջոցառումը ընդհանուր առմամբ այս ակտիվությունը նաև նպաստում են, որ մարդիկ ցանկանան երկարաժամկետ ներդրումներ կատարել համայնքում եւ նաև ամեն տարի որպես փառատոնի մասնակիցներ տարբեր արտադրանքներով նույնպես միանում են տեղում տոնավաճառին, ինչպես ձեռագործ, այնպես էլ տարբեր ուտեստների մատուցման մասով եւ ամեն տարի տեսնում ենք, որ իրենց մոտ էլ կան նորություններ, այսինքն իրենց մոտ նույնպես այդ խանդավառությունը շատ մեծ է եւ արդեն իսկ կարող ենք ասել, որ տարբեր կապեր են ձևավորվել
կապել Երևանից մասնակիցների եւ հենց այնտեղի մասնակիցների արտադրողների միջև արդեն երբեմն նախկինում հիմնադրամին էին կապվում, որպեսզի ինչ որ հարցեր ունեին, տեղ ամրագրեին, հիմա արդեն այդ կապերը ձևավորված են, այո, եւ արդեն բոլորը ունեն նախապես իրենց ամրագրված տունը, հյուրանոցը եւ կարելի է ասել, որ միջնորդավորման կարիք այլևս չկա։ Եվ այստեղ կարող ենք ասել նաև ոչ միայն կողմում, այլև նոյեմբերյանում կարող են մնալ, հա, տեղաշարժական Բերթավանում։ Բավականին իրականում համայնքները շատ մոտ են, նոյեմբերյան խոշորացված համայնքը մոտ 22, եթե չեմ սխալվում, բնակավայր ունի եւ այդ բոլոր բնակավայրերը բավականին մոտ են, 15-ից 20 րոպեվա հեռավորության վրա են, այսինքն բոլորը կարող են նաև այդ տարածքներում մնալ։ Համերգներով հանդես գալիս, հենց Բերթավանում համերգ ենք տվել եւ նոյեմբերյանում էլ մնաց ենք իրականում դրա համար շատ լավ տեղանքի ծանոթ ենք ու հստակ պատկերացնում ենք նաև վիզուալ թե ինչպես կարող է տեղի ունենալ տեղափոխությունը կարող ենք ասել որ ընտրել եք կողմում իրականացնել Վարդավառի այս մեծ միջոցառումը հաշվի առնելով ավանդույթի ուժը որ այնտեղ ամուր է այդ ավանդույթը պահպանված այդ սկզբունքով եք ընտրել այդ տարածաշրջանը իրականում երևի թե մի քանի պատճառներ կարող եմ նշել նախ առաջինը նշեմ որ մեր հիմնադրամը հենց անունն էլ կողմ հիմնադրամ ինքը արմատներով հենց Տավուշից է կողմ բնակավայրից է հիմնադիրները կողմից են եւ նաեւ դրանով է պայմանավորված որ նախագծերի որոշ մասը այո նաեւ հենց այնտեղից է սկսվում հիմնադրամը դժվար Ստեփանավանում Ստեփանավանում իրականում անում ենք օրինակ նաեւ աշտարակում ունենք թանգարանի վերանորոգման նախագիծ Երևանում շատ նախագծեր ունենք իրականում հանրապետական է հիմնադրամի գործունեությունը բայց հաշվի առնելով որ այնտեղ ավելի հեշտ է նաեւ որոշակի լոգիստիկ առումով կազմակերպելը կարելի ասել ամենից սկսվում ենք հենց կողմից հիմնադրամի անունը դարձրեք կողմ պլյուս կողմ պլյուս այո կողմ եւ այլ Իսկ ինչ վատ է կարևորը որ միտեղ ուղղորդված չի այլ շատ տարբեր հատվածներում ինչ սպասելիքներ ունեք այս տարվանից Շատ կուզենք որ այդ խանդավառությունը որ ամեն տարի տեսնում ենք տեսնենք որ այս տարի ավելացել է նոր մարդիկ մեզ միանան իրականում ամեն տարի տեսնում ենք որ զբոսաշրջիկների մասնակցությունն է ավելանում առաջին 2 տարիներին ենթադրում եմ որ հեռավորության պայմանավորված ավելի քիչ էին լինում հենց արտասահմանցիները բայց վերջին 2 տարիներին կարելի ասել որ դա արդեն բավականին շատացել է որտեղ համվստահությունն է ավելացել նաև տեսել են որ ինչ հետաքրքիր է անցնում ինչ յուրահատուկ է անցնում եւ այս տարի կարող եմ ասել որ մեզ արդեն ավելի շատ արտասահմանցի զբոսաշրջիկներ են միացել նաև կուզենք որ տնտեսական ակտիվությունը տեսնենք որ այս տարի մեկ մակարդակով է բարձրացել հյուրանոցային ոլորտի սպասարկման որակն է բարձրացել ընդհանուր առմամբ կուզենք տեսնել որ կա դինամիկա եւ պրոգրեսիա այն ամենի մեջ ինչ որ անում ենք մենք գոհ ենք մեր մնացած հյուրանոց ասեմ հյուրատուն ասեմ բավականին մաքուր կոկիկ համեղ հյուրընկալ փաստենք էլ արցանակ Իդեպ զբոսաշրջիկները որտեղից են հիմնականում գալիս եւ ինչպես են իմանում Երևանից թե նաեւ այլ տարածքներից այլ տարածքներից նույնպես ունենք օրինակ հաշվի առնելով որ Վրաստանն է շատ մոտիկ Թբիլիսին նաեւ այո վրացիներ են լինում ռուս զբոսաշրջիկներ շատ են լինում պայմանավորված Երևանում նրանց բնակվելու հանգամանքով եւ հատուկ են չեմ կարող ասել որ շատ մեծ քանակով բայց եվրոպացի զբոսաշրջիկներ նույնպես ունենում ենք օրինակ այս անգամ որպես քանի որ մեր գործընկերների համար փորձում ենք հյուրանոցներ ամրագրել մեզ ասացին որ տարբեր երկրների զբոսաշրջիկներ 3 հոգով 20 օրով ամրագրել են իրենց հյուրանոցը որը որ արդեն իսկ մեծ ինչ որ հետաքրքիր հանգամանք էր մեզ համար ուզում եմ ասել որ այդ պրոգրեսիան տեսնում ենք եւ շատ հետաքրքիր է հետեւել այդ աճին Արդյոք գործակցում եք նաեւ տեղական տուրիստական ընկերությունների հետ որոնք զբաղվում են Հայաստանը ներկայացնելով այսինքն օտարազգի զբոսաշրջիկների հետ եւ արդյոք գործակցությունը նաեւ պայմանավորում եք նրանով որ իրենց զբոսաշրջիկներին տեղյակ պահեն որ նման միջոցառումներ կան կարող են ամրագրել նաեւ այս հատվածում չէ որ ի վերջո մեծամասամբ շատ կարեւոր դեր ունեն հենց նրանք թե ինչ վայրեր նրանց կառաջարկեն զբոսաշրջիկներին ուր կուղարկեն
Իրականում շատ ճիշտ եք, փորձել ենք համագործակցել բոլոր մեծ այդպես արշավներ եւ տուրեր կազմակերպող կազմակերպությունների հետ եւ մոտավորապես 15-ը այս տարի կիրականացնեն տուրեր արշավներ ցանկացողների համար, օրինակ մեծից կարող եմ նշել արշավ, այդ դեպքում արդեն մեր կայքում կարելի է ցանկանալ ծանոթանալ բոլոր ցանկին եւ արդեն ծանոթանալ ինչպես կարող են գալ։ Դե չմոռանանք նաեւ կա եւս մեկ ավանդական լավ տարբերակ, բուկլետները ուղղակի տանում եք, պայմանավորվում եք հյուրանոցների, Երևանյան հյուրանոցների հետ եւ այնտեղ տեղադրում եք զբոսաշրջիկների իրենք տեսնում են, հետաքրքրվում նաեւ այդպես են գալիս։ Ինձ թվում է Վարդավառ արդեն բավականին պոպուլար Դե բայց կողմ էլի նաեւ Եվրոպայում, ինչու ոչ եւ արդեն օտարերկրացիները տեղյակ են։ Հատկապես այս անոմալ շոկերով Իրենց մոդել է ջերծանները գործի դրվել եւ հիմա Եվրոպան փորձում է զովանալ, չնայած արդեն գնում է դեպի զովություն։ Անձրևներ արդեն կան, այո, տեղումներ կան բավականին։ Այստեղ Հերիքնաս Կարայանը on-line դիրույթում գրում է բարի լույս, ողջունում եմ ձեր հյուրին, ասեմ, որ մեր մոդել են բավականին շատ լավ նշում, Հրազդանը նկատի ունի, երբ մեր մեծերը կային նշում էինք հանքավանում շատ հավես էր ջրելը միմյանց, մեծ ու փոքր հաշվի չէինք առնում, ջրվում էինք Մարմարիկ գետի մոտ, ասեմ, որ այս տարածաշրջանում առավոտը շուտ պետք է գնայինք, որ տեղ գտնեինք, թե չէ ամենտեղ մարդկանց խմբեր էին, մի խոսքով շատ լավ ենք անցկացնում։ Տեսնում ես Պաստորեն բացի կողմից լիկան եւ մեր ռադիոլսողները հիշեցին ընկան հուշերի գիրկը։ Օգտվելով եթերի հնարավորությունից հանրապետական եւս մեկ անգամ հիշեցնենք, որ Տավուշի մարզի կողմ գյուղում այս տարի Վարդավառը կացկացի ոչ թե մեկ օր, այլ մի քանի օր հուլիսի 10-ից 12-ը, թե Վարդավառը օֆիցիալ պաշտոնապես հուլիսի 12-ին է օրը։ Եվ հրավիրենք բոլորին։ Հրավիրենք բոլորին, սիրով սպասում ենք, ցանկացած հարցերի եւ աջակցության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել կողմ հիմնադրամին եւ կողմ Վարդավառի էջերին, բոլորի մասով սիրով կաջակցեն եւ կօգնեն։ Սոցիալական հարթակներում, այո, կայքում, Google-ում, որտեղ էլ որ փորձեն փնտրել կգտնեն անպայման։ Մենք էլ զրուցում ենք կողմ հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանի հետ, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Հուսանք կհանդիպենք կողմում։ Կհանդիպենք։ Կարճատև դադարից հետո շարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։ Jump
Բա Վարդավառի շարանը չլսեինք այդ ասաքսյանի կատարումը։ Ոնց կարող ենք մենք դա չլսենք, ինչպես կարող ենք Վարդավառի մասին խոսել եւ այս շարանը չլսել։ Հիշեցնենք, որ պարկը բռնեք Վարդավառ ռիթմերի տակ, նաև կջրվեք այս տարի հուլիսի 12-ին ենք նշելու միասին Վարդավառը։ Եվ առհասարակ նմանատիպ տոները զուտ ուրախանալու զվարճանալու համար չեն, դրանք իհարկե կարևոր բաղկացուցիչ մասն են, բայց այդուհանդերձ այս տոները մեզ օգնում են ավելի ամուր կապ հաստատել մեր արմատների հետ եւ չմոռանալ մեր գեղեցիկ ավանդույթները, որ եղել են։ 10:33 հուլիսի 2-ն է օրը 5 շաբթի, ձեզ հետ Հանրայինի առաջին ալիքն է։ Այո, սուրճ եւ սեր ենք փոխանցում ձեզ Հանրայինի ուղիղ եթերից, on-line տիրույթում շարունակեք գրառումներ կատարել, մենք բոլորը տեսնում ենք հարգելի ռադիոլսողներ եւ իհարկե չմոռանաք մեր հեռախոսահամարը 553702, դա ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է, կսպասենք նաեւ ձեր արձագանքներին եւ այսօր որոշեցինք, որ մի քիչ մեր եթերը դարձնենք միստիկ, ինչ կարծիք ունես։ Առաջարկում ենք երկխոսության մեզ հետ բռնվեք 553702 զանգահարեք կամ գուցե գրեք Facebook-յան լայվի տակ։ Սպասիր, այստեղ լավ բաներ են մեզ գրում։ Այստեղ չեմ կարող սրանք չանդրադառնալ։ Էգոս շոյեց եւ ես պիտի անպայման խոսեմ։ Նախ Անահիտ Սահակյանը ասում է բարի լույս, լավ որ բոլորի սրտիկ է ուղարկել, շնորհակալություն։ Իդեպ Էդիկ Բաբուջյանին եւս մեկ անգամ բարի լույս, շնորհակալություն Էսթերին Մխիթարյան եւ Նելի Բուդաղյանն է գրում բարև ձեզ, ոնց եք Լուսինե եւ Տիգրան ջան, էս ինչ լավ երգեր եք հաղորդում, իմ փոքրիկ աղջիկը խաղալը թողեց ու պարում է։ Եվ ասում է ես ձեզ գրում եմ նոյեմբերյանից շատ սիրուն ու լավ վարեցիք Բերթավանի համերգը, ապրեք շատ շնորհակալ ենք։ Ձեզ սրտիկ ենք ուղարկում։ Իմիջիալոց եթե խոսքը գնաց սրտիկներից, հա, սկզբից էսպես էին անում, հակառակ ուղղությամբ, հետո սկսեցին այս տարբերակը օգտագործել։ Հիմա այս ժամանակակից սերունդը նոր բան է մտածել Տիգրան ջան։ Ովքեր մեզ նայում են, կտեսնեն, կարող ես ասել, սա ինչ է։ Կոկորտիլով։ Չէ, բութմատով եւ ցուցամատով այսպես ուղակի թխկացնում ենք իրար, սա ինչ է Տիգրան ջան։ Ոչ, նման է, իհարկե ասոցիացիա լավն է, բայց ուրիշ բան մտածի։ Երկու մատի կոմբինացիա շարժվող։ Լավ, արագ ասեմ, թե չէ երևակայությունը ավելի վտանգավոր է։ Սա նշանակում է ծափահարություն է, երբ գնում ես համերգի այս ծափերի փոխարեն արդեն պատկերացնում ես գնում ես համերգի եւ բոլորը այսպես են անում։ Մտածում ես կենտրոնական այգում կոկորտիլոս են ցույց տալիս։ Ու ձայն չի գալիս, պատկերացնում ես երաժիշտների վիճակը։ Չեմ մեկնաբանի։ Մի մեկնաբաներ, ես կողմ եմ, որ դու չմեկնաբանես։ Առաջարկում եմ երկխոսենք սիրելիներս, արդյոք հավատում եք, որ այլ մոլորակներում կա կյանք եւ արդյոք հավատում եք այլ մոլորակայինների գոյությանը։ Եվ արդյոք կարծում եք, որ մենք դիեզերքում մենակ ենք։ Սա եւս բազմիցս խոսվում է, մասնագետները նաեւ ակնարկում են, որ եթե մենք գոյություն ունենք, ապա ինչու այլ մոլորակայիններ գոյություն չպետք է ունենան։ Տարբերակներից, վարկածներից մեկը գուցե սա ֆանտաստիկայի ժանրից է, որ մենք էլ ենք այլ մոլորակային եւ այս բերել են մեզ այս մոլորակ, սա ի սկզբանե մերը չի եղել։ Մի խոսքով ով ինչ ուզում երևակայում է եւ այս թեմայով խոսում է, որովհետեւ փաստացի ապացույցներ չկան, բայց մենք սիրում ենք փաստերով խոսել։ Հիշեցնենք, որ այսօր աշխարհը նշում է ուֆոլոգիայի օրը եւ այդ իսկ պատճառով մենք որը հիշել ենք այլ մոլորակայիններին եւ նաեւ պեղել ենք հետաքրքիր փաստեր։ Իսկ ովքեր էլ չգիտեն, նաեւ ասենք, որ ուֆոլոգիան զբաղվում է ՉԹՕ-ների, այսինքն չճանաչված թռչող օբյեկտների եւ դրանց վերաբերյալ հաղորդումների ուսումնասիրությամբ փորձում են հասկանալ, թե դա ինչ է առհասարակ եւ այսպես հետաքրքիր փաստեր ես ուզում։ Ես Աբոյին հարցրեցի, ինչ կարծիք ունի նա այս թեմայի վերաբերյալ եւ ինչ փաստեր են վերջին շրջանում ներկայացվել։ Նա ասում է, որ չի հավատում այլ մոլորակայինների գոյությանը, ասում է կարճ պատասխանը ոչ։ Այս պահին գիտականորեն հաստատված ապացույց չկա, որ ՉԹՕ-ները այլ մոլորակայինների տիեզերանավեր են կամ որ երկիր են այցելել այլ մոլորակայիններ, ճիշտ է, փաստեր չկան ընդհանրապես եւ կարող ենք ասել զուտ այս խոսույթները երևակայական են, քանի որ տեսագրությունները տարատեսակ։ Դե հա, կան տեսագրություններ, բայց գիտես արդեն վախենում եմ այդ տեսագրությունները, սկսում եմ այնքան ուշադիր նայել, ուզում եմ հասկանալ Աբույով է պատրաստված նրա օգնությամբ, թե ոչ, այս պարագայում դա մի քիչ խնդրահարույց է ստացվում, որովհետեւ չգիտես իրական է այդ տեսանյութերը եւս կային նման։ Իմիջիալոց նաեւ հավելենք, որ ՉՏՕ-ն նշանակում է պարզապես չբացահայտված թռչող անոմալ երևույթ, դա չի նշանակում, որ այն պարտադիր այլ մոլորակային ծագում ունի։ Շատ դեպքեր հետո բացահայտվում են որպես օդերևութաբանական երևույթներ, օրինակ օդապարիկներ, դրոններ կամ տեխնիկական սխալներ։ Ինչ վերաբերում է այլ մոլորակային կյանքի գոյությանը, ապա գիտնականների մեծ մասը համարում է, որ դա հնարավոր է, քանի որ տիեզերքում միլիարդավոր աստղեր եւ մոլորակներ կան, սակայն մինչեւ այժմ որևէ հաստատված ապացույց չկա, որ խելացի այլ մոլորակային քաղաքակրթության հետ կապ է հաստատվել կամ նրանք այցելել են երկիր։
Թեպետ վերջին տարիներին Միացյալ Նահանգները հրապարակել է բազմաթիվ ուապների վերաբերյալ գաղտնազերծված նյութեր, բայց նույնիսկ այդ փաստաթղթերում պաշտոնապես չի հայտարարվում, որ դրանք ապացուցում են այլ մոլորակայինների գոյությունը։ Իդեպ նրանք ունենք նաև այդ հարցերով զբաղվող հատուկ վարչություն նահանգներում, Իհարկե ունեն։ կառավարությունում։ Այսինքն ըստ էության կարող ենք եզրահանգման գալ, որ հնարավոր է, որ տիեզերքում կյանք կա, բայց դեռ չկա գիտականորեն հաստատված ապացույց, որ այլ մոլորակայինները եղել են երկրի վրա կամ որ որևէ ՉԹՕ հաստատված այլ մոլորակային տիեզերանավ է։ Ինչքան էլ որ Իլոն Մասկը ուզում է իր ծնունդը նշել այլ մոլորակում։ Դες իր գիտես ինքը կնշի։ Ես չեմ կասկածում անկեղծ ասած, եւ այստեղ հետաքրքիր ու տարօրինակ փաստեր էլ կան չբացահայտված թռչող օբյեկտների վերաբերյալ, բայց կարծում եմ երկից հետո Այո, չէ։ լսենք մի բան թարմանանք, այն հետո կշարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։ 10:42 մենք շարունակում ենք ըմպել մեր ուղիղ եթերային սև սուրճը։ Ձեզ հետ միասին
Այո, եւս մեկ անգամ ողջունում ենք, բարի լույս մաղթում, այլ մոլորակայիրեն չգիտենք, թե չէ սիրով բարի լույս կասեինք նաեւ այդ լեզվով։ Կարծում ես նրանք լեզու ունեն։ Իհարկե, ինչու պիտի չունենան։ Բայց ես նեղացա, որ արհեստական բանականությունը հստակ ասում է, որ ոչ, նրանք չկան, միայն ես կամ։ Իրականում ես հարցրեցի դեմս այլ մոլորակայիններին։ Հետաքրքիր շատ լուրջ պատասխան է տվել, եթե անկեղծ ոչ, ես երբեք չեմ հանդիպել այլ մոլորակայինների եւ չունեմ գաղտնի տեղեկություններ նրանց մասին, եթե երբևէ հայտնվի համոզիչ անկախ գիտական ապացույց, ես դա կկարողանամ բացատրել ու քննարկել քեզ հետ, իսկ այս պահին իմ գիտելիքը հիմնված է այն ամենի վրա, ինչ գիտությունն ու վստահելի աղբյուրներն են հրապարակել, ապրես լրագրողական լավ դասեր ես անցել, աբոջան, եթե հարցնում ես անձնական կարծիք, ապա սա է տեզերքն այնքան հսկայական է, որ շատ գիտնականներ հավանական են որ կյանք կարող է գոյություն ունենալ նաև այլ վայրերում, բայց մինչ այժմ որևէ հաստատված ապացույց չկա, որ խելացի այլ մոլորակայիններն այցելել են երկիր կամ կապ են հաստատել մարդկանց հետ։ Մի խոսքով այսպիսի բաներ, բայց արի հետաքրքիր փաստերին անդրադառնանք Տիգրան ջան։ Եվ ինչ են ասում։ 1947 թվականին Միացյալ Նահանգներում օդաչուի պատմությունից հետո տարածվեց թռչող ափսե արտահայտությունը, թեև նա իրականում չէր ասել, որ առարկաները ափսեի ձև ունեին, որ տեսել է։ Այստեղից էլ եկել է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ծրագրերից մեկը 1947-ից 69 թվականներին ուսումնասիրել է ավելի քան 12000 չբացահայտված թռչող օբյեկտների մասին հաղորդում։ Դրանց մեծ մասը բացատրություն է ստացել, սակայն 701 դեպք այդպես էլ մնացել է չբացահայտված։ Սա չի նշանակում, որ դրանք այլ մոլորակային էին, պարզապես բավարար տվյալներ չեն եղել։ Այսպիսի բաներ Չգիտեմ, ես հոգու խորքում ուզում եմ հավատալ, որ նրանք կան, եւ որից մեկը կան մեզ ուղիղ եթեր։ Դե մի քիչ ուղիղ եթեր նույնիսկ։ Ինչո՞ ոչ։ Լավ, չեմ կարող ասել ինչ նկատի ունես, մի խոսքով աշխարհի ամենահայտնի այլ մոլորակայինների գոտիներից մեկը համարվում է Արեա 51-ը։ Տասնամյակներ շարունակ այն բազմաթիվ դավադրությունների տեսությունների կենտրոնում է եղել, թեև պաշտոնապես այն ռազմական փորձարկումների տարածք է։ Այո, 51 գոտին, 51-րդ գոտին։ Իդեպ երբ Բարակ Օբամային լրագրողը հարցնում, արդյոք նա հավատում է այլ մոլորակայիններին եւ ինչ կարող է ասել, ասում է ես երբևէ չեմ տեսել այլ մոլորակայինների, բայց նաև չեմ այցելել հենց 51-րդ գոտին։ Այսինքն ակնարկելով, իսու է բավականին թանկարժան, չեմ կարող ասել հստակ, բայց այդուհանդերձ նման ակնարկներ կային։ Գիտնականները կարծում են, որ տիեզերքում միլիարդավոր մոլորակների առկայության պատճառով կյանքի գոյությունը երկրից դուրս հնարավոր է, սակայն մինչ այժմ դրա ուղղակի ապացույց չի հայտնաբերվել։ Կամ այստեղ եթե դավադրության տեսությունն ենք դեմ հայտնաբերվել է, գաղտնի են պահում։ Սա փաստ չի, էլի, սա ուղղակի կես կատակ, կես լուրջ։ Մարդու ուղեղը հաճախ կարող է սովորական լույսերը, մոլորակները կամ հազվադեպ մթնոլորտային երևույթները ընկալել որպես անհայտ թռչող օբյեկտ, հատկապես գիշերը։ Դե շատ բան կարող ենք տեսնել եւ ասել, սպասեք, հանեք հեռախոսները նկարեք։ Եկան, տեսել եմ, շփվել եմ հետները։ Բարձվեց կիսած տվեր կամ պարզապես սովորական ինքնաթիռ։ Իսկ ես ունեմ լուրջ Ջենիֆեր Լոպեսի մասին, քիչ անց։ Low on sleep, down on luck. I've been up all week. Maybe you could be somebody that saves me. I've been faded quite lately. It's no fun when you're alone. Now I gotta call a taxi. My car broke down, dead battery. I've been blocked off my Uber. The driver's up, if you ask me. Cause I was smelling like an ounce. Like a Zap Roger summertime bounce. I get mad or get lifted. I'll be surfing on clouds. That's when I first saw you, looking like a Friday night's house. I wanna take you to the crib and cut the lights out. Cause I need your company and I want it right now. Right now. Baby, I'ma need another hit. Cause I want your love. Inhale, exhale, inhale, exhale. Baby, I'ma need another hit. Cause I want your love. Inhale, exhale, inhale, exhale. Can you roll? It's so then I can't get it for the low. What you need? Trust me, everything is better with the green. Don't kill my vibe, don't blow my buzz. Cause I'm a fiend. Menage a trois, let's make it three. Selfish, I need you for me. You'll be like my medication. Doctors seem to be the only one with patience. Don't need a cure for these symptoms, I just need some assistance. I can't let it get lifted up.
club and cut her the lights out. Cause I need your company and I want it right now. Right now. Baby, I'ma need another hit. I want your love. Inhale, exhale, inhale, exhale. Baby, I'ma need another hit. I want your love. Inhale, exhale, inhale, exhale. Oh yeah. Let me love you. There's no better way to spend the day than getting high with me. Yeah. So let me love you. There's no better way to end a day than getting high with me. Baby, I'ma need another hit. I want your love. Inhale, exhale, inhale, exhale. Baby, I'ma need another hit. I want your love. Inhale, exhale, inhale, exhale. Oh yeah. Տասնանց է 48 րոպե, ձեզ հետ հանրային ռադիոյի առաջին ալիքն է, սիրելի գործընկեր, ասա խնդրեմ, ինչպես ես դու վերաբերում առհասարակ բաժանումներին։ Նորմալ, շատ լավ։ Եթե շատ հարազատ մարդ է, ապա լավ։ Բայց եթե իր համար չբաժանված տարբերակում նա իրեն դժբախտ է զգում, ես ուզում եմ նա երջանիկ լինի եւ ինքը կընտրի երջանիկ է բաժանված ժամանակ թե չբաժանված ժամանակ։ Իսկ արդյոք դա ձախողում է։ Ոչ։ Ձախողում է սխալ ընտրությունը եւ ամոթի զգացման հետևանքով դժբախտ շարունակել ապրելը։ Ներեցեք, գուցե շատերդ ինձ դատապիտեք, բայց այդպես է։ Այլ հարց է, որ երկար ու բարակ պիտի մտածես, վստահ լինես, որ ճիշտ քայլ ես անում։ Սա բոլորովին այլ հարց է, բայց նորմալ է նա։ Շնորհավորում եմ քեզ, որովհետեւ քո կարծիքը եւս քո կարծիքին նաև համակարծիք է Ջենիֆեր Լոպեսը։ Նա ասում է, որ բաժանումները ձախողում չեն։ Իհարկե։ Եվ նա ասում է, որ անկեղծորեն զգում է, որ դա հաջորդ լավագույն եսի վերհանման մեկնարկային հարթակ է։ Անդե նա փիլիսոփայերեն է մոտեցել, խնդրին ես ավելի իրատեսական եմ։ Նա նաև ասում է, երբ մենք պետք է անպայման երեկույթ անենք, երբ բաժանվում ենք։ Այստեղ խորհուրդ է տալիս, մարդիկ պետք է ասեն, դուք բաժանվել եք, շնորհավորում եմ։ Չէ, դե լավ է, արդեն ուրիշ ծայրահեղության մեջ է։ Որովհետև նախ դուք որոշում եք կայացել, երկրորդ դա հավանաբար բոլորի համար լավագույն բանն է։ Այսպեսի բան առաջ։ Դե միայն զույգերը գիտեն իրենց համար որն է լավագույնը, որը լավագույն չէ, բայց ես փաստացի կարող եմ ասել, որ ես ճանաչում եմ շատ լավ զույգերի, որոնք որոշում են կայացրել բաժանվել, բաժանվելուց հետո շարունակում են ունենալ առողջ եւ շատ լավ հարաբերություններ միմյանց հետ, նույնիսկ կիսում են իրար հետ բիզնեսները, եւ դա լավագույն տարբերակն է, երբ մարդիկ հասկանում են, որ սպառել են իրենց հարաբերությունները, շատ ճիշտ որոշում է, որ հանգիստ առանց որևէ խնդիրների ուղակի հրաժեշտ տան այդ առումով, բայց շարունակեն նոր մարդավարի շփվել իրար հետ ու լինեն երջանիկ, իսկ ով է ասել, որ բաժանվելուց հետո մարդը պիտի դժբախտ լինի։ Ոչ, մոռացեք դրա մասին։ Թեև ասում են, որ կոտրված բաժակը այլևս չես կպցնի, բայց Ջենիֆեր Լոպեսը կիսվել է նաև, որ հավատում է, որ սրտի կոտրվածքներից, այսպես ասած, շատ բան կա սովորելու։ Ես պարզապես զգում եմ, որ իմ ամենամեծ աճի թռիչքները, որոնք ես ունեցել եմ հուզական, մտավոր, հոգեբանական առումով միշտ եղել են կոտրված սրտից, եւ դա միայն սիրային հարաբերություններում չէ, ասում է երգչուհին, այլ նաև աշխատանքում, ամեն ինչում սա միակ ժամանակն է, երբ դու խորանում ես, մտածում ես ինչ է պատահել, ինչ անեմ, ինչու եմ շարունակում սա անել, կամ ինչու դա տեղի չունեցավ, ինչ կարող է ավելի լավ ասել, դու փոխվում ես, ասել է երգչուհին։ Իմիջիայլոց Ճապոնիայում հետաքրքիր մի մշակույթ կա, կոտրված առարկաները նորից մանր հավաքում են, դա լուրջ մշակույթ է եւ ոսկեզոծ պատում այդ հատվող գծերը եւ այդ տարաները, որոնք մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ վերականգնվում են, գծերը մնում են բնականաբար, ստանում են նոր շունչ եւ ավելի թանկ են վաճառվում, քան չկոտրված տարբերակը։ Գիտեիչ։ Հասկանանք, թե քանի կոտրված սպի ունի երգչուհին Ջենիֆեր Լոպեսը, վերջերս նա կապվել էր Բեն Աֆլեկի հետ, բոլորն գիտեն, որ հետ նա կրկին։ Կրկին, այո, սկսել է հանդիպել 2021 թվականին, այն բանից հետո, երբ նրանք առաջին անգամ խզել էին իրենց նշանադրությունը 2004 թվականին։ Նրանք ամուսնացել էին 2022 թվականին, իսկ 2 տարի անց բաժանվեցին։
Ինձներս ինչն էր անհասկանալի առաջին անգամ, որ Չգիտեմ, կրկին փորձեցի։ Փորձիր։ Դե նախկինում էլ ամուսնացած եղել հանրայիտ երգիչ Մարկ Անտոնի հետ 2004-ից 2014 թվականներին, դեպ նրանք ունեն 18-ամյա երկորակներ Մաքսը եւ Էմին։ Այսպեսի տվյալներ Ջենիֆեր Փաստեր, այո։ Փաստեր։ Ինչ ասեմ, կարևորը մարդը երջանիկ լինի եւ հստակ ճիշտ կշռադատված որոշում կայացնի, սա շատ կարևոր է։ Գնացինք։ Գնանք։ Let's get loud. Այո։ Եվ ավարտում ենք այսքանով։ Այո, այսքանով մեր Նա եթերաժամ։ երկեց եւ գնաց հաղորդումն էլ ավարտում։ Այո, միանշանակ մենք հույս ունենք, որ այս 1 ժամ 30 րոպեն արդյունավետ էր ձեզ համար կարևոր տեղեկություններով եւ իհարկե դրական լիցքեր կարողացանք փոխանցել ձեզ հարգելի ռադիո լսողներ։ Վայելեք առանց տեղումների ամառային օրը, այս պահին էլ Երևանում 25 աստիճան է, դե թող լինի քամին չի խանգարի։ Հուլիսի 2-ի առավոտը ձեզ հետ սիրով անցկացրեցին Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Մենք միշտ ունենք լավ տրամադրություն, երբ եթերում ենք եւ այդ լավ տրամադրությունը մշտապես փորձում ենք փոխանցել ձեզ։ Լավ օր ձեզ։ Հաջողություն։